Եկեղեցի իշխանություն բախումը դուրս է եկել երկրի սահմաններից։ ԵԽԽՎ-ում եվրոպացի պատգամավորն է մտահոգություն հայտնել հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ ու հարց ուղղել Արարատ Միրզոյանին։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ։ Էպիկենտրոնը վարչապետից հետաքրքրվում է, արդյոք մտահոգիչ չէ Հայաստանի ներքին հարցերը միջազգային հարթակներ տեղափոխվելու հանգամանքը։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ եկեղեցու բարենորոգման վարչապետի ծրագրին միացած Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելուց հետո իշխանության ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով հայտարարեցին չեն ընդունում իրենց որակմամբ Կտրիչ Ներսիսյանի որոշումը։ Լրագրողները հետաքրքրվեցին Փաշինյանից, ինչպես կվերաբերի, եթե հայտարարեն չեն ընդունում վարչապետի նախարար նշանակելու կամ ազատելու որոշումը։ Թող փորձեն։ Հենց այդ եմ ասում, մենք ունենք, որովհետև ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ։ Եվ մենք Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք։ Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիչ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում։ Զոհված զինծառայողների բազմաթիվ ծնողներ ու տեղահանված արցախցիներ վրդովված ու զայրացած են հանրապետության նախագահի Դավոսյան ելույթից։ Ասում են, ինչի համար է Հայաստանի նախագահը շնորհակալ Ալիևին Արցախը բռնազավթելու, 120,000 բնակիչների էթնիկ զտման, հազարավոր հայեր սպանելու ու գերիներին տանջելու, թե Հայաստանի տարածքի մի մասը օկուպացնելու համար։ Փաշինյանը հիշեցնում է, ինքն էլ է Ալիևի կայացրած մի շարք որոշումների համար հրապարակայնորեն գոհունակություն հայտնել։ Եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Փաշինյանը նշում է Ալիևին երախտապարտ լինելու եւս մեկ պատճառ։ Հիշեցնում է Բաքվի բանտից վերջերս հայրենիք վերադարձած Վագիվ Խաչատրյանի ու Վիգեն Էուջեկչյանի շուրջ մտահոգությունները։ Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատությանը ենթարկվել եւ Հայաստանի Հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում։ Հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանալ։ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, խոսույթը աշխարհաքաղաքական թակարդ է, պնդում է Փաշինյանը ու հիշում, որ ինքն էլ է նախկինում այդպես խոսել։ Ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման, ես կարծում եմ, մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ, որ Ղարաբաղի շարժումը պետք է շարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը։ Փաշինյանը պատասխանում է կառավարությունից քիչ հեռու զուգահեռ ընթացող ասուլիսում հնչած երկրորդ նախագահի հայտարարություններին։ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, իշխանությունը Հայաստանը հասցրել է մի վիճակի, երբ պետք է պաշտպանել ազգային ինքնությունը։ Երբեք հարց չի եղել Արարատ թե Արագած, ասել է Քոչարյանը։ Արարատ թե Արագած, այդ հարցը հետեւյալի մասին է՝ պետություն թե չպետություն։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին վարչապետը հայտնեց, որ մարգարեի անցակետը ամբողջությամբ պատրաստ է։ Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին, արդյոք սահմանի բացումը կարող է համընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի տարածաշրջան կատարելիք այցին։ Փաշինյանը նշեց, չգիտի, ԱՄՆ փոխնախագահը Հայաստան կայցելի փետրվարին։ Ինչ խնդիրներ կան ՔՊ-ի ներսում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ մի քանի անգամ բողոքարկել է իրեն պատգամավորի թեկնածու չգրանցելու հարցը։ Նա հայտարարել է նաև, այլևս չի ցանկանում հանդիպել Փաշինյանին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ,
դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժելու։ Փաշինյանը փակագծեր չբացեց, թե ինչ կոռուպցիոն գործողությունների հետ կապ ունի թիմակիցը, միայն նշեց, որ ՔՊ վարչությունում քննարկված հարցի բովանդակության հրապարակումը Հայկ Սարգսյանի շահերից չի բխում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։